Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Ես ճանապարհորդ բլոգեր Նորոն եմ, ու մենք այս պահին գտնվում ենք Եվրոպայի ամենաստակ, ամենայուրահատուկ ու իմ ամենասիրելի քաղաքում՝ Բարսելոնայում։ Այստեղից մեկնարկում ենք կրուիզային ճամփորդություն եվրոպական 3 երկրներով՝ Իսպանիա, Իտալիա եւ Ֆրանսիա։ Գնացինք։ Կրուիզային ճանապարհորդությունները արդեն իսկ բավականին պահանջված ու սիրված են հայերի կողմից, ու դրա ապացույցն է այս ճամփորդության ընթացքում մեծաքանակ մասնակցությունը։ Մեր այս անմոռանալի կրուիզային ճանապարհորդությունը կազմակերպել է Marina Traveling Agency-ն։ Կազմակերպում են անհատական եւ խմբային կրուիզային ճամփորդություններ ամբողջ աշխարհով մեկ, սկսած միջերկրական ծովից մինչեւ էկզոտիկ ուղղություններ։ Եթե ուզում ես ճանապարհորդել առանց հոգսերի ու ստանալ առավելագույն փորձառություն, վստահիր պրոֆեսիոնալներին։ 7 օր շատ հետաքրքիր վայրում եմ լինելու, ընթացքում ձեզ կներկայացնեմ, այնտեղ check-in լինեմ ու մուտք գործեմ նավ ու ընթացքում էլ ձեզ ցույց տամ ամբողջ process-ը, իսկ դուք հարմար նստեք, որպեսզի ամբողջը բաց չթողնեք, հետաքրքիր լինելու համոզված եմ ու նաև դրեք լայքերը ու բաժանորդագրվեք էջին։ Հիմա check-in-երն ենք անցնում, ստուգվեցինք մի քանի կետ, սա այն հատվածն է, check-in զոնան է, որտեղից հետո նոր պետք է գնանք մտնենք նավ։ Խոսքով ամեն ինչ ոնց որ օդանավականում շատ խիստ, շատ պահանջկոտ կերպով իրականացվում է։ Ընդհանուր վատը չի։ Check-in-ը արդեն անցա, տվեցին այսպիսի քարտ, հետևի իմ ինֆորմացիան է, որը ցույց եմ տալիս։ Հիմա արդեն պետք է անցնենք ու գնանք նավը։ Այսպես շատ արագ, պատկերացեք մի քանի հազար հոգի է լինելու նավի վրա, բայց շատ հստակ արագ կազմակերպված ամբողջը իրականում է։ Ոնց օդանավի մեջ, ասած տրապասվածով անցնում ու գնում ենք արդեն նավը, որը բավականին մեծ է, սա առաջի անգամ կրուիզից օգտվում, ողջույն Հակոբ, ենթադրում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու։ Առաջին անգամ եմ նավի մեջ գիշերելու, ինչ շատ հետաքրքիր է, թե ինչ տեսք ունի առասարակ իմ սենյակ։ Գնացինք։ Ինչպես շատ բարձրակարգ հյուրանոցերում, այստեղ եւս դռները բացում են քարտով, այս քարտը ամեն ինչ անում է այս նավի ներսում, իր գործառույթների մասին դեռ կհասնեմ ձեզ ծանոթացնել։ Սա իմ սենյակն է։ Առաջիկա 7 օրերը անցկացնելու եմ այստեղ ու շատ հետաքրքիր է, թե ինչ հնարավորություններ ունի այս սենյակը։ Ծանոթանամ ու նաև ծանոթացնեմ ձեզ։ Բավականին լուսավոր սենյակ է։ Բարսելոնայի ջերմ արևը, միջերկրական ծովի լազուրե կապույտը, շքեղություն է ուղղակի 7 օր այս տեսարաններով։ Իհարկե փոփոխվող, քանի որ լինելու եմ Իտալիայում, Ֆրանսիայում, հետո վերադառնալու եմ նորից Իսպանիա, կրկին Բարսելոնա։ Մենք ունենք պահարան, բնականաբար մեր իրերի համար ու նաև այստեղ գտնվում են մեր հրկարարական բաճկոնները։ Ես կարծում եմ ու համոզված եմ սրա կարիքը չենք ունենալու, բայց ապահովությունը ու անվտանգությունը շատ կարևոր է, որը որ շատ բարձր է պահվում նավի մեջ։ Դա գնահատելի էր ամենաառաջին պահից, ամենաառաջին վայրկյանից ես դա զգացի։ Ունենք շատ հարմարավետ լոգարան, ծանոթացեք։ Այնպես որ ստեղ ամեն բան կա, որպեսզի 7 օր լիարժեք կարողանաս ճամփորդել ու վայելել հանգիստդ։
Կրուիզային նավը իրենից ենթադրում է փոքր քաղաք, որտեղ կենտրոնացած են տարբեր խանութներ, ակվապարկեր, ժամանցի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, կլաբեր, կազինո միջև անգամ սպորտային տարբեր հետաքրքիր փորձառություններ, այնպես որ սխ չես հասնում ուղղակի ձանձրանալ։ Սա մեր նավի մինի տարբերակն է, տասնյակ հազար անգամ փոքրացած տարբերակով, ու ես կարծում եմ մի քանի օրվա ընթացքում անգամ անհնար է նավի բոլոր հատվածներում, բոլոր վայրերում լինել։ Այսօր ողջ օրը մենք շրջում ենք, բայց այնքան տեղեր կան, որտեղ որ դեռ չենք եղել։ Մենք այսպես 7-րդ հարկում ենք, ինքը 18 հարկ է, այս հատվածը 18-րդ հարկն է, որտեղ կամ դողավազաններ, ատրակցիոններ, տարբեր տեսակի խաղերի համար զոնաներ, ժամանցի, մի խոսքով արևայրուք ընդունելու համար նաև հատվածներ։ Գիտեմ, որ շատերը նաև այսպիսի նավերի կամ ինքնաթիռների կոլեկցիաներ են հավաքում։ Կարծում եմ ձեզ համար սա հրաշալի էքսպոնատ է, որպեսզի գաք կանգնեք ու ժամերով ուսումնասիրեք այս գեղեցիկ ստեղծագործությունը։ Սկուզեի տունը, այսպիսի բան ունենալ։ Նավի մեջ մատուցվում են տարբեր լեզվով ծառայությունները՝ ռուսերեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, այնպես որ ոնց չլինի մի լեզվի որոշ չափով կտիրապետեք եւ խնդիր չեք ունենա նավի վրա A կետից B կետը հասնելուց կամ ձեր ցանկացած ինֆորմացիան ստանալու համար։ Կա հատուկ app, որը որ ներբեռնում եք ձեր բջջայինների մեջ ու ծանոթանում եք ողջ ինֆորմացիային, իվենթներին, ռեստորաններին վերաբերյալ, մի խոսքով այն ինչ որ կատարվում է նավի ու նավի շուրջ այդ ինֆորմացիան հասանելի է app-ում, բայց նաև կա այսպիսի էկրան, որտեղ եկեք ձեզ ավելի տեսանելի ու հետաքրքիր կերպով ներկայացնեմ մեր մարշրուտը։ Ուրեմն մենք մեկնարկել ենք Բարսելոնայից ու այսպես Բալերեան ծովով միջերկրական իմաց կազմող ուղևորվում ենք դեպի Կայլարի, որը որ Սարդինիայի մայրաքաղաքն է, կենտրոնն է, Իտալիայի մաս կազմող, վաղը արդեն առավոտյան 7-ին մենք կլինենք Կայլարիում, այնտեղ ցերեկը կպտտվենք, որը նաև ձեզ կներկայացնենք մեր հաջորդ հաղորդման ընթացքում ու այստեղից կշարժվենք արդեն դեպի Նապոլի։ Դա այնտեղ կհասնենք արդեն հաջորդ օրը առավոտյան, ինչպես նկատեցիք, մենք ամեն առավոտ հասնելու ենք մի քաղաք վաղվանից սկսած, գիշերվա ընթացքում նավը շարժվելու է ու ցերեկվա ընթացքում էլ մենք նավի մեջ չենք լինելու, միշտ լինելու ենք նոր քաղաքներում։ Իհարկե նավից առաջարկում են տարբեր տեսակի տուրեր, որոնց որ կարող եք ծանոթանալ այստեղ, ուղղակի սեղմելով այս գայդի վրա տեսնում ենք օրինակ Ռոմում այսպիսի տուր առաջարկվում, պատմում է թե ինչ եք տեսնելու, բայց ամեն դեպքում քանի որ մենք հայկական խմբով ենք ու ամեն ինչ մեզ մոտ կազմակերպված է, մենք ամբողջ խմբով այս բոլոր վայրերը, բոլոր քաղաքները տեսնելու ենք, այնպես որ խմբով ճամփորդության լավ կողմերից մեկը այն է, որ ստիպված չես լինում ռուսախոս կամ այլ լեզվով մատուցվող ծառայությունից օգտվել, այլ հենց քո հայրենի լեզվով կարողանում ես ունենալ հետաքրքիր շրջագայություն, այնպես որ խմբային ճամփորդությունների առավելություններից մեկը դա է։ Սիրելի ճամփորդողներ, հրավիրում ենք ձեզ մեր հերթական կրուիզային ճանապարհորդությանը։ Marina Travel Agency եւ իմ հետ միասին ճամփորդել 3 երկիր՝ Հունաստան, Մալտա եւ Իտալիա, որը լինելու է հուլիսի 8-ից 16-ը։ Երևանից մեկնելու ենք Աթենք, Աթենքից սկսվում է մեկնարկը կրուիզային ճանապարհորդության, լինելու ենք հունական կղզիներում, Միկոնոսում, Կեֆալոնիայում եւ Մալտայի Վալետա քաղաքում, հետո իտալական մի շարք քաղաքներում, Կատանիայում, Տարանտոյում, Ալբերոբերոյում եւ վերջացնելու ենք նորից Աթենքում եւ վերադառնում ենք Աթենքից Երևան։ Այս պահին գտնվում ենք նավի ամենավերևի հատվածում, այստեղ նկարահանում ենք իրականացնում Բարսելոնայի տեսարանը։ Սա մոտավորապես մի 2.5 ժամից նավը կշարժվի, վաղը ամբողջ օրը լինելու ենք ծովի վրա ու մյուս օրը նոր հասնելու ենք իտալական ափեր Սարդինիա, բավականին մեծ նավ է, 18-րդ հարկում եմ այս պահին, պատկերացնում եք։ Ամենը 10 րոպեից նաև սկսելու է մեր տեղեկատվական զրույցը մենեջերների հետ, ովքեր որ մեզ ներկայացնելու են նավի ինֆրաստրուկտուրայի հետ, անվտանգության կանոնների ու առասարակ այն ամենի, ինչը որ մեզ պետք է լինելու առաջիկա 7 օրերի ընթացքում, երբ մենք լինենք նավի վրա կամ առասարակ նավից դուրս։
տարբեր զբաղմունքի միջոցներ կան, սեղանի թենիս ու այդպես գժական ֆանտաստիկ տեսարանով։ England? No, Canarian Spanish. Spain. Canarian. Canarian, really? Nice. Հիմա խաղում ենք ֆուտբոլ սեղանի։ Տենց է սեղանի ֆուտբոլ է ասում։ Ֆուտբոլ։ Vamos! Ուրեմն սա փակ լողավազանն է, շատերը սեզոնին ընտրում են հենց այս լողավազանը, իրենց օրը անցկացնելու համար դրսում 10-12 աստիճան է, ստեղ 30 աստիճան ու նաև բնական կանաչ կա, ծառեր կան ու քեզ տեղափոխում են ամառ, այն ինչը որ այս պահին պակասում է բոլորին։ Բոլոր նրանք ովքեր որ չեն փախչում մի փոքր ցուրտ եղանակից, քանի որ դրսում 12 աստիճան է, նաև կարող են օգտվել ակվապարկից, այսպիսի ոլորաններ կան, որոնցով կարող ես իջնել հավես ժամանակ անցկացնել, պատկերացրեք միջերկրական ծովի մեջտեղում ունես այդպիսի հնարավորություն, ուղղակի խելագարություն է։ Նավում այս քարտը ձեր անձնագիրն է։ Սրա միջոցով են իրականացվում բոլոր գործարքները ու առասարակ ձեր տեղաշարժը նավի վրա։ Սա նաև քո դրամապանակն է։ Դու նավի վրա չես օգտագործում ոչ մի քարտ, ոչ մի տեսակի քարտ ու ոչ էլ օգտագործում ես ուղղակի արձերեն գումար։ Թղթադրամ կամ կոպեկներ ոչինչ չես օգտագործում։ Քո կցված քարտը այստեղից քաշում են գումարը, որը որ դու օգտագործել ես։ Օրինակ այս առավոտյան տեսա, որ պասարկման համար ամեն օր ինձնից պետք է քաշի 11 եվրո, որը ցույց է տալիս իմ մեփում։ Ուրեմն այս քարտին կարող եք գցել American Express, Visa կամ Mastercard-եր, հենց այս ցուցանակով տերմինալների միջոցով։ Շատ պարզ է եւ ռուսերենով կա եւ անգլերենով, ուղղակի հավաքում եք սկանավորում եք ձեր քարտը, հետո տեղադրում եք այս հատվածում ձեր ֆիզիկական քարտը ու գործարքի իրականացվել է։ Եվ այն գնումները, որոնք որ կատարել եք այս քարտով, արդեն այդ գումարը կգանձվի ձեր ֆիզիկական քարտից։ Միայն առաջին օրն էր, երբ որ մարդիկ միանգամից մեծ հոսք եղավ դեպի նավ, այդ ժամանակ ուղղակի վերելակները չէին հասցնում, իրականացնեին շարժը ու շատ երկար էր սպասում, իսկ արդեն հաջորդ օրերին, դրանից հետո երբ որ բոլորը արդեն տեղավորվեցին, էլ ավելի հարմար եղավ վերելակներով տեղաշարժը։ Կամ բազմաթիվ խանութներ, եթե duty free-ից ինչ-որ ձեզ համար գնումներ չեք կատարել, կարող եք այստեղից էլ կատարել։ Բավականին մեծ տեսականի կա ու տարբեր տեսակի խանութներ նավի վրա։ Նավում ներկայացված են տարբեր բրենդային խանութներ, բուտիկներ, մեկ ընդհանուր խանութի ներսում, այնպես որ կարող եք նաև ձեր նորաձևության ուշադրություն դարձնել այստեղ։ Սա իմ պահը սրահն է, my moment։ Ուրեմն ստեղ հավաքված են լուսանկարները, որոնք որ դուք անում եք նավի տարբեր հատվածներում։ Առավելևս երեկոյան ժամերին բացվում են տարբեր զոնաներ, որտեղ լուսանկարիչները ձեզ լուսանկարում են, դա անվճար է։ Հետո ձեր լուսանկարները հայտնվում են այստեղ։ Դուք կարող եք գալ այդ լուսանկարները տեսնել, այսպես տարբեր ֆորմատներով գալ տեսնել ու դրանք գնել ու ձեզ հետ տանել որպես հուշ, որպես հիշողություն, այնպես որ նաև այսպիսի զբաղմունք կա սրահում։ Երեք շատերն էին օգտվում այս ծառայությունից։ Նավի վրա կա նաև այսպիսի ծառայություն, երբ լուսանկարում են ձեր աչքը, շատ խոշորացված, եւ միայն
բիբի հատվածը, որը մարդու աչքի ամենագեղեցիկ հատվածն է, դա վերածվում է լուսանկարի կամ արվեստի աշխատանքի։ Լուսանկարել ձեր ընտանիքի անդամների աչքերը եւ ձեր տանը ունենալ այսպիսի հետաքրքիր աշխատանք։ Ու հասանք բացօթյա դիսկոտեկային զոնան, չնայած հիմա ստեղ դիսկոտեք չկա, շուտով կսկսի։ Մի խոսքով եւ ներսում ունենք եւ դրսում ունենք, հոգնել չկա։ 7 օր հետաքրքիր ու յուրահատուկ ժամանակ։ Հիմա գնամ սենյակ, սենց միջանցն է գնում ու աջ ու ձախ կողմերում համարներն են, այս ձախ կողմում դեպի ծով նաև համարներն են, ես ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի այսպիսի համարներ վերցնեք, ուստեղ կան համարներ, որոնք որ պատոհան չունեն, վերցրեք բարգոնով համարներ, մի փոքր ավելի թանկ են, բայց տեսարանը հավես է, այսպես որ իմ կողմից խորհուրդ զուտ վերցրեք այդպիսի համար։ Գործությունն է, չգիտեմ, իսկ այսպես հավես տեսարանով ձեզ համար ստեղծում ենք YouTube-յան կոնտենտ, ամեն որ տնեցիք տենան թե ուր եմ եթում, ինչ եմ անում։ Նայած որ չեմ սիրում խոհանոցային ուտելու պրոցեսեր ցույց տալ, բայց եկեք ձեզ ցույց տամ մի հատ ճաշան, ուրեմն ասենց վերցրել եմ ստեյքներ, կծկամիս, լամբը, ոչխար, ոնց որ ոչխարի միսնամ, ստեյք և խոզիկ ու շատ համով շատ ու վերցրել եմ պայելյա այսօրվա համար սենց պայելյա շատ եմ սիրում դեռ չեմ փորձել հուսով եմ համով կլինի Վերջ, մեր նավը շարժվեց, սա Բարսելոնան անկերներ, որտեղ մենք կվերադառնանք։ Իսկ հիմա մեզ սպասում են 7 անմոռանալի օրեր միջերկրական ծովում, լինելու ենք Կալարիում, լինելու ենք Նապոլիում, Ռոմում, Ջենոայում, Մարսելում ու նորից վերադառնալու ենք Բարսելոնա։ Այնպես որ մնացեք պես հետ, որպեսզի բաց չթողնեք այս յուրահատուկ ճամփորդությունը եւ ինչու ոչ մի օր ինքներդ մասնակցեք ու վայելեք Եվրոպան այս գույներով։ Ես անպայման Սարդինիա պետքա վերադառնամ ու իմ ուսապարկով վրանով անցնեմ այնտեղ շատ հավես քայլողիներ կան։ Ամեն դեպքում սպասում եմ, կարծում եմ նաեւ ծովից այդ տարբերակով եւս բավականին հետաքրքիր կլինի։ Անուշ ջան, նախ շնորհակալություն այս հետաքրքիր ճամփորդության մի մասնիկը մեզ դարձնելու համար։ Ինչ շատ է հետաքրքրում, թե ինչու մարդիկ պետք է ընտրեն Կոստա Տոսկանա նավը։ Նորո ջան, շատ հաճելի է ձեր հետ ճամփորդելը եւ ինչու են ընտրում Կոստա Տոսկանա նավը, որովհետեւ Կոստա Տոսկանան աշխարհի 10 հսկա նավերից մեկն է համարվում եւ ինչու՞ չէ իր առավելություններից որակը եւ արժեքը, որը մեզ օգնում է ավելի շատ ճանապարհորդողներ ունենալ մեր թիմում։ Նշեցիք, որ այս նավի առանձնահատկությունն այն է, որ գինը եւ որակը իրար շատ լավ են համապատասխանում, հա։ Կնշեք, թե ինչ արժեքի մասին է խոսքը գնում։
երկու անձի համար որքան կարժենա այսպիսի ճամփորդությունը։ Նորո ջան, ուրեմն երկու անձի համար սկսվում է 1180 եվրոից, որի մեջ ներառվում է երկու անգամյա ռեստորանի այց, ներառվում է շոուներ, ներառվում է 3 անգամյա սնունդ, ներառվում է կինո, թատրոն, համերգ, ջակուզի, բասեին եւ մի քանի ծառայություններ հավելյալ։ Չնայած մենք հաղորդաշարի ընթացքում ներկայացնում ենք նավը մեր ճամփորդությունը, բայց խնդրում եմ նշել, թե ինչու մարդիկ պետք է մասնակցեն կրուիզային ճամփորդության։ Նորա ջան, ինչպես դուք նկատեցիք, կրուիզային ճամփորդության ընթացքում մենք դուրս ենք գալի քաղաք, այդտեղ տուրեր ենք անցկացնում, բայց մեր հետ չենք տանում մեր իրերը, մեր ճամփորդները։ Եվ այդպես մենք կրուիզային ճանապարհորդության ընթացքում լինում ենք 3-ից 4 երկիր եւ 6-ից 7 քաղաք, բայց երբեք մենք դա չենք նկատում։ Մենք միայն վայելում ենք մի քանի երկրներ եւ մի քանի քաղաքներ։ Այսինքն մարդը ընտրում է կրուիզային ճամփորդությունը, ընտրում է մեկ հյուրանոց, որը կրուիզն է, եւ դրանով ճամփորդում է 3-ից 4 երկիր։ Կարծում եմ սա լավագույն առավելությունն է կրուիզային ճամփորդության։ Իհարկե։ Մեզ դիտող հեռուստադիտողը համոզված եմ ցանկանում եմ մասնակցել այսպիսի ճամփորդությունների։ Առաջիկայում ինչպիսի կրուիզային խմբային ճամփորդություններ ունեք։ Նորա ջան, մենք ունենք շատ խմբային ճանապարհորդություններ ամեն ամիս։ Մինչև օգոստոս ամիսը նախատեսել ենք միջերկրական ծով, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, ինչու՞ չէ նաև հունական կղզիներ եւ իր հարակից երկրներ։ Դրանից հետո արդեն լինում ենք հյուսիսային հատվածում, Շվեդիա, Դանիա, Գերմանիա, Նորվեգիա, ունենք հրաշալի ճանապարհորդություն դեպի Բրազիլիա, նաև հյուսիսային Ամերիկա։ Երևի թե իմ ամենասպասելին, որին կցանկանամ մեծ սիրով մասնակցել, դա Եվրոպայից դեպի հարավային Ամերիկա ուղևորությունն է, որը տևելու է 17 օր կրուիզով ու հասնելու ենք Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո։ Մենք սպասում ենք նաև ձեզ։ Բրազիլիական շքեղությունը տեսնելու։ Դե ասեցի Բրազիլիա, չին։ Հաշված րոպեներից մեկնարկելու է ծովի ձայնը, կարծում եմ այս շոուն առհասարակ ներկայացնելու կարիք չունի, որտեղ բոլորդ գիտեք, շատերդ սիրում եք, ես եւս շատ եմ սիրում ու կարելի ասել ողջ նավը հավաքված սպասում է, թե առաջիկա 1 ժամվա ընթացքում երգիչները գոր ժյուրի մոտ են գնալու, սպասենք։ Մենակ մենք կարանք նավի վրա հարսանիք անենք, տառոսիկ բաժանենք Հայաստանից բերած։ Լիքը բացառիկ բաներ են կարել նավի վրա, ծնունդ, կնունք եւ այլն, բայց ամուսնություն, այդ մեկ բացառիկ բաներ, տեսեք տառոսիկը մոտը շամպայնը ձեռքս։ Շորտ ոնց է անցնում հարսանիքը։ Այդպես։